Դրան հետ է Նիկոլ, դու պատասխան ես տալու։ Զինված անձին ուղիղ սպառնալիքներ են հնչեցնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին, ակնարկելով բռնության ու հաշվեհարդարի մասին։ Քեզ ջրելով Նիկոլ։ Տեսանյութից ժամերից արձագանքել է քննչական կոմիտեն, նախաձեռնվել է քրեական վարույթ, սպանության, նախապատրաստության, համակարգչային սաբոտաժի, ինչպես նաև հրազենի ու ռազմամթերքի ապօրինի շրջանառության հատկանիշներով։ Քաղաքագետ Էդգար Առաքելյանը տեղի ունեցածը որակում է որպես բացահայտ տերորիզմ։ Ակնհայտ է, որ դա ըստ էության տերորիստներ են ու կապ չունի, թե որտեղից են, ինչ ծագում ունեն։ Իրանք տերորիստներ են, որոնք պետքա հայտնաբերվեն եւ խիստ պատժի ենթարկվեն։ Առաքելյանի համոզմամբ տեսանյութում ներկայացած անձինք իրականում որևէ կապ չունեն Արցախի պաշտպանության հետ։ Եթե իրանք իսկապես Արցախի համար պայքարում են, то բացեն դեմքները եւ իրենց դեմքով դա խոսեն։ Սա կրկնեմ ահաբեկումը ու տերորիզմը Հայաստանի քաղաքացիների, Հայաստանի պետության, Հայաստանի իշխանությունների դեմ։ Քաղաքագետը նաև հիշեցնում է Հայաստանի նորագույն պատմության ամենածանր քաղաքական հանցագործությունները՝ հոկտեմբերի 27-ը եւ մարտի 1-ը, ակնարկելով, որ նման խոսույթը պատահական չէ։ Իրավապաշտպան Դանիել Իոնիսյանը տեղի ունեցածը դիտարկում է ոչ միայն որպես քրեական, այլ նաև տեղեկատվական սադրանք։ Բայց դեռ ավելի կարևոր է, որ սա ակնհայտորեն կազմակերպված է դրսից, կազմակերպված է որպես կեղծ դրոշով օպերացիա, այն է, որ իրական կազմակերպիչները չերևան եւ հանրությանը թվա, թե սա ինչ-որ սովորական արցախցիներ են։ Իոնիսյանի կարծիքով հիմնական նպատակը արցախցիների ու հայաստանցիների միջև լարվածության խորացումն է, նկատի ունենալով, որ տեսանյութում հնչում է արցախյան բարբառ։ Իրականում ակնհայտորեն սա կազմակերպել են ռուսները, կազմակերպել են, որպեսզի ստեղծեն ապահովության բացակայության տպավորություն, կազմակերպել են, որպեսզի սրեն արցախցի հայաստանցի լարումը։ Ռադար Արմենիան փորձեց մեկնաբանություն ստանալ նաև ընդդիմադիր երեք ուժերից, դատապարտում են արդյոք տեղի ունեցածը։ Ուժեղ Հայաստանում օրինակ կարծես նույն հարթության վրա դրեցին զինված ու դիմակավորված անձանց սպառնալիքներն ու քարոզարշավի ընթացքում վարչապետի քաղաքական հայտարարությունները։ Դատապարտում ենք ցանկացած բռնության կոչ, ցանկացած դրսևորմամբ, այդ թվում նաև վարչապետի կողմից հնչեցված, որի ականատեսը եղանք հենց այսօր արցախցի կնոջ նկատմամբ։ Հայաստան դաշինքից մեզ չմեկնաբանեցին, իսկ Բարգավաճ Հայաստանի ներկայացուցիչն ասաց, որ պայմանավորված Ռադար Արմենիայի վարած քաղաքականությամբ հրաժարվում են գնահատական տալ տեղի ունեցածին, անգամ զերծ մնալով դատապարտող հայտարարությունից։ Իրավապահները շարունակում են նախաքննությունը, փորձելով բացահայտել տեսանյութի հեղինակներին եւ պարզել, ովքեր են կանգնած վարչապետին ուղղված սպառնալիքների հետևում։ Նարդե Ղուկասյան, Ռադար Արմենիա։